Բարդ սիրելի հայրենակիցներ, եթերում կրկին քաղաքական խաչմերուկն է, այսօր արդեն ապրիլի 27-ն է։ Հայաստանից քիչ հարցեր կան քննարկելու, բայց միջազգային հարցեր բավականին շատ են եւ հետաքրքիր։ Եվ ինչպես միշտ մենք մեր ավանդության համաձայն սկսում ենք Հայաստանին վերաբերող հարցերի քննարկումով։ Լայքերը չափազանց կարևոր են, սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ, դա շատ է օգնում իրոք արագ տարածում տալ մեր յուրաքանչյուր հաղորդման, իսկ դա հասկանում եք, որ շատ կարևոր է, հատկապես հիմա ընտրություններից առաջ, այս տեղեկատվական պատերազմների դարաշրջանում, երբ որ Հայաստանի դեմ այսպիսի շատ լուրջ եւ վտանգավոր հիբրիդային հարձակում է սկսել Ռուսաստանի Դաշնությունը։ Դրա համար չափազանց կարևոր է մի զալացեք, անպայման լայքերը դրեք, գրեք ձեր մեկնաբանությունները, որոնք որ իրոք մեզ շատ են օգնում, մեծ հույս եւ հավատ են տալիս մեր աշխատանքի նկատմամբ, ինչպես նաեւ բաժանորդագրվեք, դնելով զանգակը, դա եւս չափազանց կարևոր է, նաեւ կարևոր է արագ տարածման համար մեր տեսանյութերի։ Ուրեմն երևի սկսենք նրանից, որ հիմա համացանցում շատ ակտիվ քննարկվում է քաղաքացու օրվա միջոցառումը, բազմաթիվ կեղծ տեղեկություններով, բազմաթիվ հորինված թեզերով եւ ամենակարևորը, որը որ փորձում են օգտագործել հիմա, որպես տեղեկատվական պատերազմի մաս, դա այն է, որ ինչու ապրիլի 25-ին է նշում քաղաքացու օրը։ Ինչու ցեղասպանությունից հետո, ցեղասպանության օրվանից հետո մի քանի օր անց չի նշում, այլ հենց անմիջապես ապրիլի 25-ին։ Ասեմ իմ կարծիքը, որը որ կարծում եմ կարևոր կլինի նաև ձեզ համար լսել, քանի որ մենք միշտ փորձում ենք շատ օբյեկտիվ գնահատական տալ։ Անձամբ իմ պատկերացման համաձայն շատ ավելի հարմար եւ լավ կլիներ, որ այդ օրը նշվեր օրինակի համար ապրիլի 27-ին, 28-ին, բայց այն, որ նշվում է ապրիլի 25-ին, դրանից ես ամենայն անկեղծությամբ մեծ ողբերգություն չեմ տեսնում, քանի որ ապրիլի 24-ն է հայոց ցեղասպանության հիշատակի օր։ Ապրիլի 24-ն է եւ ոչ թե ապրիլի 25-ը օրացույցում։ Կրկնեմ, շատ ավելի լավ կլիներ, որ մի փոքր ուշ նշվեր, բայց եթե նշվում է 25-ին, դրանից մեծ ողբերգություն, ազգային դավաճանություն, պետականակործան գաղափարներ չեմ տեսնում, ինչպես որ փորձում են շատերը դրա մեջ տեսնել։ Ասեմ ավելին, ինչու օրինակի համար ապրիլի 23-ին երեկոյան, օրինակի համար նույն դաշնակցությունը անցկացնում է ջահերով երթ։ Նրանք դրանով ոգեկոչում են հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը եւ պահանջատիրության, կատաղության, պայքարի դրսևորում է ըստ իրենց, չէ՞։ Այսինքն ոչ թե ողբում են ու սգում են, այլ պայքարում են այդ ջահերով։ Հիմա ապրիլի 25-ին, եթե Հայաստանում նշվում է քաղաքացիների օրը, ես համոզված եմ, որ դա պետք է դառնա, քանի որ հաստատված է արդեն, կոնկրետ վերածննդի օր, եւ երևի թե այդ գաղափարն է դրված հենց այդ տոնի մեջ, քանի որ եթե 24-ը հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր է, ապա ապրիլի 25-ը քաղաքացու օրը պետք է դառնա վերածննդի օր, վերաբերվում է կոնկրետ Հայաստանի Հանրապետությանը։ Չկա Հայաստանի Հանրապետություն, չկա քաղաքացի եւ չկա քաղաքացու օր։ Կա Հայաստանի Հանրապետություն, կա քաղաքացու օր։ 24-ին ուշադրություն դարձրեք, մենք հիշում ենք ցեղասպանության զոհերին, որոնք որ չունեին հայկական պետականություն եւ հայկական պետականություն չունենալու պատճառով տեղի ունեցավ 1915 թվականի ցեղասպանությունը։ Մենք հիշում ենք 24-ին ցեղասպանության զոհերին։ Իսկ 25-ին արդեն քաղաքացիների օրը, որ նշվում է, սա նշանակում է, որ մենք այլևս ունենք պետականություն եւ պետությունը չի թույլ տալու, որպիսի իր քաղաքացիները ցեղասպանվեն։ Եվ քաղաքացիներն էլ չեն թույլ տալու, որպիսի իրենց պետականությունը կործանվի։ Եթե այս դիտանկյունից մենք արդեն սկսենք դիտել այնինչ տեղի է ունեցել Հայաստանում ապրիլի 25-ին եւ այդ տոնը քաղաքացու տոնը, ես կարծում եմ, որ ամեն ինչ իր տեղն է ընկնելու։
Անցնենք մնացած հարցերի քննարկմանը։ Երեք կրկին Ալիևը հայտարարությամբ է հանդես եկել, ասել է, որ ձեռնարկում են քայլեր խաղաղության ամրապնդման եւ այն գործնականում իրականացնելու համար։ Երևի խաղաղության պայմանագրի ստորագրման մասին է խոսքը։ Նա ասում է, որ մեր երկու հասարակությունները արդեն զգում են խաղաղության իրական օգուտը տնտեսական, առևտրային եւ այլ ոլորտներում։ Ալիևի խոսքերով Ադրբեջանը իր տարածքով ապահովում է սեփական նավթամթերքների, ինչպես նաև երրորդ երկրների ցորենի եւ այլ ապրանքների արտահանումը դեպի Հայաստան։ Ընդհանուր լավ հայտարարություն է եւ շատ նման է այս հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի կողմից արվող հայտարարություններին։ Դերևս որ այսպես է, շատ լավ է։ Իմիջայլոց։ Շատ հետաքրքիր է ընթերցել Ալիևի խոսքը Դոնալդ Թրամփի հարձակման Դոնալդ Թրամփի վրա մահափորձի կապակցությամբ եւ այդտեղ կրկին երևում էր թե ինչպես Ալիևը ինքն իրեն կրկին ճեղում է, որպեսզի շատ լավ բարեկամ երևա Դոնալդ Թրամփին։ Ճիշտ է նման ուղերձներով ոչ այդքան նման բովանդակությամբ, բայց իմաստը նման ուղերձներով հանդես է եկել նաեւ Նիկոլ Փաշինյանը, Էրդողանը, հետաքրքիր է, որ Վենեսուելայի ներկայիս ղեկավարությունը, սա ամենահետաքրքիրն է, քանի որ Վենեսուելայի նախագահին առևանգել Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ մենք հիմա տեսնում ենք ինչ մեծ փոփոխություն կա Վենեսուելայի քաղաքականության մեջ։ Դելսի Ռոդրիգեսը հստակ դատապարտել է Դոնալդ Թրամփի նկատմամբ մահափորձը։ Իսկ Փաշինյանը իր ուղերձում նշել է, որ ուրախ եմ լսել, որ նախագահ Թրամփը եւ առաջին տիկինը ողջ առողջ են։ Ամենակարևոր տողերը կարծում եմ նրանք են վերջում, որ բռնությունները տեղ չունեն մեր ժողովրդավարական հասարակություններում, այսինքն նույնիսկ այս պահին Փաշինյանը փորձում է ուղերձներ հղել Դոնալդ Թրամփին Ամերիկայի Միացյալ Նահանգներին, որ մենք էլ ժողովրդավարական հասարակություններ ենք։ Դրա համար ասում է բռնությունները տեղ չունեն մեր ժողովրդավարական հասարակություններում։ Մաղթում ենք Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահին շարունակական բարեկեցություն այսօրվա մարտահրավերների պայմաններում։ Այսպիսի ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանը Դոնալդ Թրամփին։ Հետաքրքիրը նաև այն է, որ հիմա համացանցում տարբեր նաև հեռուստաընկերություններ շատ ակտիվ քննարկում են Սպիտակ տան մամլոք հարտուղար Քերոլին Լիվիթի հայտարարությունը այդ միջոցառումից առաջ, որը որ գիտեք տեղի ունեցավ եւ այդ միջոցառման ժամանակ մահապորձ տեղի ունեցավ Թրամփի նկատմամբ, նա ասել է, որ այսօր կրակոցներ կլինեն, նախքան այդ կրակոցները Քերոլին Լիվիթն է այդպիսի հայտարարություն արել, բայց ինքը հիմնականում մի նկատի ուներ, որ շատ վառ երեկո կլինի, շատ հետաքրքիր հայտարարությամբ հանդես կգա Դոնալդ Թրամփը եւ այսօր կրակոցներ կլինեն, այդպիսի արտահայտություններ արել Քերոլին Լիվիթը։ Հիմա Թրամփն էլ է բավականին հետաքրքիր խառնաշփոթի մեջ, նա էլ չգիտի թե իրականում իր նկատմամբ է եղել այդ մահափորձը, թե ուրիշների նկատմամբ, ասում է, որ շատ բարդ աշխատանք է, չես կարող սովորել դրան, որ քո նկատմամբ մահափորձեր են տեղի ունենում, սա արդեն առաջին անգամը չէ Թրամփի նկատմամբ այդ մահափորձը, բայց նա նաև խոսել է Իրանից, կարծես թե այնուամենայնիվ կասկած ունի, որ կարող է Իրանը եւս նախաձեռնած լիներ այդպիսի մահափորձ կամ Իրանի մատը խառը լիներ այդ ամենի մեջ, այսինքն Թրամփը չի բացառում դա եւ երեք հետաքրքիր բավականին մեծ հարցազրույց են տվել հեռուստաընկերություններից մեկին Ամերիկայի Միացյալ Նահանգներին եւ ամենակարևորը այն է, որ նա Իրանին կրկին վերջնաժամկետ է ներկայացրել տալով 3 օր։ Ասել է Թրամփը, թե Իրանը ունի մոտ 3 օր, նախքան նրա նավթային ենթակառուցվածքները կպայթեն։ Դրանից բացի մենք նաև գիտենք այն, որ Իրանը չի կարող անընդհատ նավթ արտահանել, քանի որ նավերը արգելափակված են, իսկ այդ նավթը կուտակվում է եւ մեծ խնդիրներ կարող է արդեն ստեղծել Իրանի համար։ Տեսնենք թե ինչ հետաքրքիր զարգացումներ կլինեն, եթե Ամերիկայի Միացյալ Նահանգներն էլ հիմա այս պայմաններում հարված հասցնեն, ես պատկերացնում եմ, որ այդ նավթը, որը որ
կուտակվում է եւ կուտակվել է եւ չի արտահանվել Իրանից, եթե այդտեղ հարվածներ հասցնես, շատ ավելի մեծ եւ լուրջ ահռելի պայթյուններ կլինեն Իրանում եւ ամբողջովին կարող է դա ոչնչացնել իրենց նավթային օբյեկտները։ Թրամփը նաեւ ասել է, որ Իրանի ղեկավարությունը շատ տարօրինակ է, երբեմն դու պատկերացում չունես, թե ում հետ գործ ունես։ Կան տեղեկություններ, որ Արաքչին գրավոր ինչ-որ առաջարկներ կամ պատասխաններ է թողել Իսլամաբադում, բայց այնպես չէ, որ Իսլամաբադին արդեն Պակիստանին ընկալում են որպես նորմալ միջնորդ, քանի որ մենք տեսնում ենք, որ հայտարարությամբ է հանդես եկել նաև Իրանի ազգային անվտանգության կոմիտետի ազգային ժողովի ղեկավար Էբրահիմ Ռեզային, եւ նա ասել է հետեւյալը, որ առացիորեն մեկ չեմ բերում, բայց գաղափարը նույնն է, որ Պակիստանը մեր շատ լավ ընկերն է, մեր շատ լավ հարևանն է, շատ լավ ենք վերաբերվում Պակիստանին, բայց Պակիստանը այնպիսի միջնորդ չէ, որը որ կցանկանար տեսնել Իրանը, քանի որ Պակիստանը միշտ փորձում է ավելի շատ Ամերիկայի Միացյալ Նահանգների շահը առաջ տանել եւ ոչ թե մերը, այսինքն չեզոք միջնորդ չէ։ Օրինակ է նա բերում այն, որ Պակիստանը նախ չի ուզում ներկայացնել այն, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները համաձայնվել են իրանական առաջարկներին, երևի խոսքը այն 10 առաջարկների մասին է, որը որ Պակիստանը տեղյակ է, ասում է սա, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ընդունել են, բայց հիմա չի ուզում հաստատել, որ հա մենք իրոք տեղյակ ենք, Ամերիկայի Միացյալ Նահանգները ընդունել էին դրանք, հիմա հերքում են։ Դրանից բացի նրա խոսքերով Լիբանանի մասով եւս, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները պատասխանատվություն էին իրենց վրա վերցրել, պատերազմական գործողությունները նաեւ ընդդեմ Լիբանանի դադարեցնելու, ահա այստեղ եւս Ամերիկայի Միացյալ Նահանգները չի ընդունում, որ նման պարտավորությունը վերցրել եւ Պակիստանը գիտի դրա մասին, բայց նույնպես չի բարձրաձայնում, չի ասում, որ հա նման բան եղել է եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները ուղղակի չեն կատարում իրենց պարտավորությունները եւ նրա խոսքերով միջնորդները իրականում պետք է լինեն չեզոք եւ չպետք է աշխատեն կողմերից մեկի օգտին։ Եվ ահա այստեղից մենք տեսնում ենք, որ փաստացի լուրջ խնդիրներ կան նաեւ Պակիստանի եւ Իրանի միջեւ, կարող է ոչ թե Պակիստանի եւ Իրանի միջեւ, այլ ասեմ, որ մենք խոսում ենք այն մասին, թե Իրանում կարող է ներքին իշխանափոխություն տեղի ունեցավ, հիմա այդ մասին ամբողջ աշխարհն է խոսում, ոչ թե ներքին իշխանափոխություն, այլ ավելի կոռեկտ կլինի ասել ուժայինների դերակատարությունը ավելի մեծացավ, ոչ թե քաղաքական գործիչների, զինվորականների, հեղափոխության կորպուսի պահապանների, եւ հիմա դրա համար այսպիսի հայտարարություններ են հնչում Իրանից, Իրանը հրաժարվում է մասնակցել նորմալ ձևով բանակցությունների, դրա համար Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահը կրկին վերջնաժամկետներով վերջնագրեր է ներկայացնում Իրանին, սպառնալով, որ մոտ 3 օրից կարող է հարված հասցնեն արդեն Իրանի նավթային օբյեկտներին։ Կարևոր է կարծում եմ նշել նաև այն, որ հիմա արդեն Աբբաս Արաքչին գտնվում է Սանկտ Պետերբուրգում, նախատեսված են հանդիպումներ ինչպես Լավրովի հետ, այնպես էլ Վլադիմիր Պուտինի հետ եւ չափազանց կարևոր է հետևել, թե ինչ հանդիպում տեղի կունենա եւ ինչ հայտարարություններ կարվեն։ Նոր տեղեկություններ ենք ստանում Axios-ից այն մասին, որ նախքան պատերազմի սկսվելը ընդդեմ Իրանի, Իսրայելը Արաբական Միացյալ Էմիրություններին երկաթե գմպետ համակարգ էր տրամադրել, սա բավականին հետաքրքիր, նույնիսկ ինչ որ միտեղ կարելի ասել սենսացիոն տեղեկություն է, քանի որ նախկինում լուրջ եւ խորը տարաձայնություններ ունեին Արաբական Միացյալ Էմիրությունները Իսրայելի հետ, ընդհանրապես արաբական աշխարհները, գիտեք նաեւ Աբրահամի համաձայնագիրը, որը որ ինչ որ միտեղ հարթեց այդ խնդիրները, բայց ոչ ամբողջովին, սակայն հիմա մենք ստանում ենք տեղեկություն, որ Իսրայելը փաստացի երկաթե գմբեթ է տրամադրել Արաբական Միացյալ Էմիրություններին եւ դա տեղի ունեցել նրանից հետո, երբ որ Բենյամին Նետանյահուն հերախոսազրույց էր ունեցել Արաբական Էմիրությունների նախագահի հետ եւ այդ համակարգերը տրամադրվել էին, որոնք որ հարյուրավոր հրթիռներ են կարողացել օդում խոցել իրանական հրթիռներ։ Եվ սրանից մենք նաև հասկանում ենք այն, որ փաստացի
Իսրայելը շատ լավ էլ պատկերացնում էր, ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգները, որ Իրանը կարող է հարված հասցնել նաև Միացյալ Արաբական Էմիրություններին կամ Պարսից ծոցի մնացած երկրներին։ Թրամփը կրկին ՆԱՏՕ-ին է անդրադարձել եւ կրկին շատ վատ հայտարարություններ արել ՆԱՏՕ-ի համար, ասելով, որ մենք շատ երկար տարիներ սպասարկել ենք ՆԱՏՕ-ին, բայց ՆԱՏՕ-ն մեզ փոքրիկ օգնության նույնիսկ չհասավ, եւ մենք պետք է դա հիշենք։ Ուկրաինայից էլ է խոսել, կրկին ասելով, որ ինքը մեծագույն սխալ է համարում այն, որ այդքան մեծ օգնություն է ժամանակին տրամադրվել Ուկրաինային Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից։ Հետաքրքիր հայտարարությամբ է հանդես եկել նաև Սիրսկին, ուկրաինական զորքերի հրամանատարը, նա ասել է, որ Ռուսաստանի Դաշնությունը ակտիվացել է բոլոր ուղղություններով եւ բավականին ծանր փաստացի իրավիճակի հիմա ստեղծվել ռազմի դաշտում։ Այլ մանրամասներ այս պահի դրությամբ չկան, բայց կա հետաքրքիր հայտարարություն Պեսկովի կողմից, եւ այդ հայտարարությունը այն մասին է, որ Ռուսաստանը նույնպես եվրոպական երկիր է, հետաքրքիր է, որ նորեն ուշքի եկել, ես դրա մասին վաղուց է խոսում եմ, որ դուք ավելի շատ եվրոպացի եք եւ եվրոպացի պետք է լինեք, ու ոչ թե ազիատ։ Երևի նոր են հասկանում կամ հայտարարությամբ ուղղակի հանդես է եկել, ահա այդպիսի կամ իրենց դա պետք էր, ասում է, որ Ռուսաստանը չի կարող լինել Եվրոպայի համար գլխավոր սպառնալիք, քանի որ իրենք նույնպես եվրոպացիներ են, եւ Ռուսաստանը եվրասիական պետություն է եւ անբաժան մաս է կազմում Եվրոպայի։ Հետաքրքիր հայտարարություն է, եթե հետողական լինեն այս հայտարարությունները Պեսկովի կողմից, որ Ռուսաստանը եվրոպական երկիր է եւ չի պատրաստում պայքարել Եվրոպայի նկատմամբ, եթե տեսնենք, որ նման բան տեղի կունենա, սա կնշանակի այն, որ կամաց Ռուսաստանի Դաշնությունը հասկանում է, որ իրենք ոչ թե ազիատներ են, այլ եվրոպացիներ են, եւ հուսանք, որ կամաց փոփոխություն կգրանցվի իրենց քաղաքականության մոտ, չնայած շատ մեծ հույսեր չունեմ, եթե անկեղծ լինենք, բայց պետք է նաեւ հասկանալ այն, որ սա տեղի ունենում նրա ֆոնին, երբ ստանում ենք տեղեկություններ, թե Գերմանիան զենք զինամթերքի, հատկապես զինամթերքի արտադրման առումով առաջ է ընկել Ամերիկայի Միացյալ Նահանգներից եւ մինչեւ 30 թվականը պլանավորում է անգամներով առաջ ընկնել Ամերիկայի Միացյալ Նահանգներից զինամթերքի արտադրման գործում։ Դրանից բացի մենք տեսնում ենք, թե ինչ է տեղի ունենում Ֆրանսիայում Մակրոնի նախաձեռնությամբ այդ ատոմային վարակույրը, որը որ պատրաստ է փակել ամբողջ Եվրոպան, փաստացի դրա արդեն զորավարժությունները սկսվում են Լեհաստանում, ինչպես ես արդեն խոսել էի, դրանից բացի երեք մենք տեսանք, որ Ֆրանսիան հետաքրքիր մի ուղղաթիռ ցուցադրեց, որով որ կարող են խփել բազմաթիվ դրոներ եւ շատ ավելի էժան համակարգերով, քան նախկինում նախատեսվում էր, այսինքն մեկ հրթիռի օգտագործումը, որը որ կար մինչև հիմա, շատ ավելի թանկ էր նստում, քան ինքը դրոնը, որով որ կարող է հարձակվել ինքո վրա, իսկ ահա ուղղաթիռի միջոցով ինչի լուծումը գտել է Ֆրանսիան, շատ ավելի էժան կնստի մեկ դրոնին հարվածելը, նույնիսկ կարող է շատ ավելի էժան ստացվի դրոնին հարվածը լեվ դրոնի շարքից անելը, քան նույն դրոնի արտադրությունը։ Այս բայդրությամբ սիրելի հայրենակիցներ, ահա այս կանը հաջողություն եմ աղթում բոլորին, ցտեսություն կհանդիպենք։